Անցել է ավելի քան 100 տարի, ինչ մարդկությունը ստեղծել է մի հիասքանչ աշխարհ, կինոյի կախարդական աշխարհը։ Եվ այսօր մենք միասին կպարզենք, ինչու ենք այդքան սիրում դիտել ֆիլմեր։ Արդյոք ո՞րն է նրանց ֆենոմենը, որն այդքան մեզ գրավում է։ Կինոն 20-րդ դարի ամենաազդեցիկ մշակութային երևույթներից է, այն միանգամից միավորում է արվեստը, տեխնոլոգիան եւ հոգեբանությունը, ու նրա աշխարհը մեր ստեղծած իրականությունն է, այնտեղ մենք ենք գրում կանոնները, որոշում ուր գնալ, ինչից խոսել, որ գաղափարները մեծարել եւ որոնք մերժել։ Բացի այդ, այն նկարվում է մեզ համար, մեզ էմոցիաներ տալու, զարմացնելու, վախեցնելու, հուզելու կամ հաղթանակի բերկրանքը պարգևելու նպատակով։ Հարմարվիր կամ մահացիր։ Այն, որ մենք տարվում ենք կինոյով, այդ ամենի վրա ազդում է նեյրոֆիզիոլոգիական տարբեր գործոններ։ Դրանցից է դոֆամինի արտազատումը, որը մեզ տալիս է սպասման եւ հաճույքի զգացողություն։ Իսկ ամենահետաքրքիրը դա մեր հայելային նեյրոններն են, դրանք գտնվում են մեր ուղեղի ճակատային եւ գագաթային հատվածում, նրանք մեզ թույլ են տալիս իրականում զգալ հերոսի ապրումները։ Քանի որ մեզ պետք է կյանքն ավելի լավ հասկանալ եւ ճանաչել, ֆիլմերը մեզ տալիս են անվտանգ փորձարկման հնարավորություն, ասելով եթե այսպես լիներ, ապա կլիներ ու տալիս միլիոնավոր տարբերակներ, որոնց շուրջ էլ մենք որպես հանդիսատես մտորում ենք։ Ավելի բարձ ասած, Մարշալ, դուք ինձ պարտեք $200։ Եվ ավելի լավ հասկանալու համար, թե ինչու ենք մենք սիրում դիտել ֆիլմեր, եկեք այս ամենին ավելացնենք հոգեբանական գործոնները։ Ըստ Յունգի տեսության համաձայն ֆիլմերը հաճախ օգտագործում են արխետիպեր՝ հերոս, հակահերոս, մայր, որը խորհրդանշում է խնամք, ծնունդ եւ պաշտպանություն, կամ խելացի ծերունի, ով փնտրում է ճշմարտություն եւ գիտելիք։ Սրանք համընդհանուր ժառանգված պատկերներ կամ գաղափարներ են, որոնք գոյություն ունեն բոլոր մարդկանց կոլեկտիվ անգիտակցականում։ Մեր կինո սիրելու թաքնված պատճառներից է ժամանակի կառավարման պատրանքը, որովհետև ֆիլմը մեզ տալիս է զգացողություն, որ ժամ ու կեսում մենք մի ամբողջ կյանք ապրեցինք։ Փաստացի ֆիլմերը դարձել են մեծ պատկերների գրադարան, որտեղ մենք զգում ենք, սովորում, ըմբոստանում, հաղթում կամ պարտվում ամենաանվտանգ միջավայրում։ Երբեմն փախչում իրականությունից, չգտնելով այլ լուծում, կամ հենց կինոն է դառնում վերադարձ դեպի իրականություն։ Քո ուղեղը նորից լցված է։ Դու չես նկատում այն, ինչ կատարվում է։ Ոչ մի բան էլ չի կատարվում։ Երբ ֆիլմն ավարտվում է, մենք վերադառնում ենք մեր կյանք։ Մի փոքր փոխված, մի փոքր ավելի հասկացող։ Այնտեղ բարձրացված հարցերը մեզ հետ մնում են երկար ժամանակ, դառնում մեր ներքին երկխոսության մաս։ Կինոն նաև հիշողության արվեստ է, այն պահում է անցյալը, վերակենդանացնում մոռացված պատմությունները, վերականգնում կորցրած զգացմունքները։ Երբեմն մեկ տեսարան կարող է արթնացնել մանկության մի պատկեր, մեկ երկխոսություն հիշեցնել մոռացված մի զգացում։ Այդ պատճառով էլ ֆիլմերը դառնում են ոչ միայն ժամանցի, այլև հոգևոր փորձառության միջոց։ Այս ամենի մեջ է թաքնված կինոյի կախարդանքը, այն մեզ հիշեցնում է, որ մարդ լինելը միայն գոյություն ունենալը չէ, այն զգալն է, հասկանալը, վերապրելը, եւ երբ մենք նստում ենք էկրանի առաջ, մթության մեջ, սպասելով առաջի կադրին, մենք պատրաստ ենք նորից ապրել, նորից սիրել, հավատալ եւ երազել։ Վերջում կցանկանամ ավելացնել, որ մենք սիրում ենք ֆիլմեր, որովհետեւ դրանք մեզ տալիս են հույս, որ վաղը լավ է լինելու։ Ես Նյու Յորքում Երբեմն կյանքում ամեն ինչ մտնում է փակուղի, ու թվում է, որ չենք կարող գտնել լուծում այդ իրավիճակից դուրս գալու, բայց ֆիլմում մենք տեսնում ենք, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակից կարելի է դուրս գալ։ Դրանք մեզ հիշեցնում են, որ մենք միայնակ չենք մեր պայքարում, եւ մեզ մոտ առաջացնում ձգտելու եւ հաղթելու, պայքարելու ցանկություն, դառնում մեզ համար վառելիք։ Ու գուցե հարցն այն չէ, թե ինչու ենք սիրում ֆիլմեր, այլ այն, ինչպես կարելի է չսիրել ֆիլմեր։
Եթե այսպիսի թեմաները ձեզ հետաքրքրում են, միացեք Կինոոն ալիքին, բաժանորդագրվեք եւ մեկնաբանություններում կիսվեք ձեր սիրելի ֆիլմերով, սերիալներով կամ հերոսներով։ Սա թեորիան է, ու մենք այս հաղորդման շրջանակներում քննարկելու ենք այսպիսի բազում թեորիաներ։